1000 անգամ ներողություն եմ խնդրում այս հիշատակումը անելու համար, նաև որպես մի մարդ, որ ժամանակ է անցկացրել քրեակատարողական հիմնարկներում, մեր հանրության շրջանում տենց ընկալում կա, որ քրեական ենթամշակույթը, ասենք օրինակ տղաներին ուժեղացնելու ճանապարհը, ես ուզում եմ պաշտոնապես հայտարարել, որ ուղիղ հակառակը քրեական ենթամշակույթը տղաներին բոլոր առումներով թուլացնելու, ինքնությունից զրկելու, ինքնուրույնությունից զրկելու, մտածողության սեփական ձևեր ունենալուց զրկելու մեթոդ է։ Սա ամենամեծ մոլորությունն է, որ մեր եկանության մեջ խոսք կա, չէ, դե տղա է, ոչինչ, թող մի քիչ էլ տենց բան։ Իրաց թվում է, թե այդպիսով տղաներ ուժեղանում են։ Այդպիսով տղաները թուլանում են, բոլոր առումներով թուլանում են, զրկվում են կամքից, զրկվում են խելքից, զրկվում են ինքնուրույն մտածելու և մտածողության սեփական բանաձևեր ունենալու բանից, հնարավոր, ինչքան մարդը քրեական ենթամշակույթի մոտ է, այնքան ավելի հեշտ կառավարելի է, ինչքան քրեական իր մտածողության ձևերով, ինչքան քրեական ենթամշակույթի մոտ է, այնքան ավելի անմրցունակ է ցանկացած ոլորտում, աշխատանքի շուկայում, ցանկացած հարաբերության մեջ։ Այստեղից սկսվում է երգչախմբում երգել, աշխատախմբում աշխատել, դասարանում սովորել, բուհում սովորել, ոնց գնացել եք բուհում փոխանակ դուրս գաք տենակ, ինչ կա հայատներում, կողքի բաներում, սադերում, բանում, պրոցեսներ են գնում, դուք գնացել եք բանում, լսարանում նստել եք, ու սկսվում է դեգրադացիան։ Այդ հետո իր հետ գնում է բանակ։ Այդ հետո արտահայտվում է բանակի գործունեության տարբեր ձևերում, չասենք, որ ձևերում հերթական անգամ բան չենք, մազոխիստ չենք, մենք եկեք մեզ ինքներս չխոցենք։ Բուհերի 90%-ում սովորում են աղջիկները, բա դպրոցում ով պետք է դասավանդի, տղամարդկանց, որ հիմա, այսինքն տեղից է պետք սկսել։ Եթե երգչախմբի 100%-ը աղջիկներն են, բա հետո ով է գնալու այդ դպրոցում դասավանդի, բա այդ եմ ասում։ Եթե մենք կրթությունը նույնքան ընկալելի չի տղաների շրջանում, ինչքան աղջիկների շրջանում, բա ով դասավանդի, ուրիշ տարբերակ մենք չունենք։ Տենց մի հատ բուրըն բանավեճի բան դրիք, թեմա դրիք, հիմա տեսեք ինչքան ձեռքեր բարձացան ձեր ասածին արձագանքելու համար։ Փոքր տղաներին հայհոյանք սովորացնելու մշակույթը։ Ասենք որ մեկ էլ տանը հյուրեր են հավաքում, ասենք բանը, միջոցը ոնց որ մարդիկ նորմալ նստած շփվում են, մեկ է արի, ասա դե բանին ինչ ես ասե, տատիկին ինչ ես ասե։ Ժողովուրդ կներեք, սա չգիտեմ նույնիսկ ինչ ասեմ, էլի, ասենք սա ես բարեբախտաբար կարգավիճակի բերումով ահագին երկար չեմ առնչում նման իրադրության հետ, որովհետև դե իմ մոտ տենց բաներ ենթադրում եմ վերջին տարիներին այդպիսի տեսարաններին ականատես չեմ ելնում, բայց եթե ինձ ասեք, որ հիմա էլ չկա տենց բան, ես կերջանկանամ, բայց ես ենթադրում եմ, որ դա ընդամենը նրանից է, որ ընդունված չի վարչապետի մոտ տենց տեսարանները ի ցույց դնել։ Չնայած եթե ընդունված չի, ուրեմն կանկալում, որ դա այդքան էլ տենց լավ բան չի։ Տիկին Անդրեասյան, տենց տղամարդիկ էլ կան, որ իրենց աշխատավարձը չեն տնօրինում, այս է դեպքն է, որ ասենք այդտեղ որոշակի հավասարակշռություն։ Տղաների նկատմամբ էլ մենք ունենք բռնության շատ լուրջ, այն որ մանկասակ երեխային հայհոյանք են սովորացնում հարգելի գործընկերներ, դա բռնություն է, դա գենդերային խնդրականություն է, դա կարծրատիպերի որոշակի պարտադրանք է, և մեր երկրում կա այդպիսի երևույթ, որ պետք է կներեք սև շոր հագնես, ծիծակ կոշիկ հագնես և այլն, որովհետև դրանից դուրս արդեն բան է, կասեն ես ինչի ասենց,
Եվ դա բարեբախտաբար փոխվում է, բայց դա փոխվում է միայն կրթության շնորհիվ։ Դա հաղթահարելու ուրիշ ճանապարհ չկա։ Եվ մեր, եւ երեխաների, եւ հանրության, եւ միայն կրթության շնորհիվ, եւ սա ֆունդամենտալ խնդրեմ է։ Բայց ելի եմ ասում, ոնց որ մեր երկրում կա կարծրատիպեր, որ կանանց թույլ չեն տալիս աշխատել։ Մեր երկրում կան նույնպիսի կարծրատիպներ, որ տղաներին թույլ չեն տալիս սովորել։ Ես պետք է մենք խոստովանենք։ Ոնց որ կան կարծրատիպեր, որ կանանց չեն թողնում հանրային ակտիվություն ցուցաբերել եւ այլն, նույն կերպ կան կարծրատիպեր, որ քառակուսիից դուրս մտածել չի կարելի տղաներին։ Որտեվ ճիշտը մի հատ է, պետք է այդ ճշտի մեջ մտնել, հենց որ ճշտից դուրս եկար, ուրեմն դու սխալ ես մտածում։ Եվ մենք չենք գիտակցում այս խնդրեմը։ Ժողովուրդ ջան, Հայաստանի Հանրապետությունում տղամարդու համար ավել բռնելը ամոթ է։ Խնդիրը ավելի ու տղամարդու մասին չի, խնդիրը միջավայրի մասին է։ Աղբի մեջ ապրելը ամոթ չի, աղբը հավաքելը տղամարդու կողմից կարող է եւ ամոթ լինի։ Կարող է նաեւ մահացու մեղք լինի։